Բաքվի բանտերում պահվող և խոշտանգվող հայ գերիների վերադարձի հարցը օրեցօր թիվ 1 օրակարգ է դառնում և Հայաստանում և դրա սահմաններից դուրս ինչը ակնհայտորեն սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Տարբեր հարցումներով ամենամտահոգիչ թեման վերջին օրերին հայ գերիների վերադարձն է, որի մասին քննարկումներ են իրականացվում եվրոպական կառույցներում։ Փարիզում է ընթրիք կազմակերպվել Ֆրանսիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին նամակ է ուղարկվել քրիստոնյա հայերին ազատ արձակելու խնդրանքով, և այս տվերում է հայտնվել Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հետ, որին բոլոր կողմերը ներսում թե դրսում համարում են անկարողների խումբ։ Հիշեցնենք, որ 2020 և 2023 թվականից տարբեր իրավիճակներում գերեվարված մի խումբ հայերի Բաքվի բանտերում մինչ օրս խոշտանգում են, որի մասին առաջին բարձրաձայնումը արեց Ռուբեն Վարդանյանը։ Արդեն 24 օր նա կյանքն ու առողջությունը մաշեցնող հացադուլով շարունակում է պայքարել բոլոր գերիների ազատության և առողջության համար, ու նրա այդ քայլը ակնհայտորեն տվել է իր արդյունքը համընդհանուր ուշադրության տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանն իր անկարողությունից մեկ թուրք լրագրողների հետ է հանդիպում և ոչ մի խոսք դեռ չկա, ինչ է նա ասել մեր գերիների մասին։ Մեկ հրահանգում է իր ընդդիմախոսներին փռեն ասֆալտին, մեկ էլ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրում։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանն իր իշխանության անկարողությունը փորձում է կոմպենսացնել ներքին ճնշումներով։